Ողջույն։ Նախորդ տեսանյութում ես խոսեցի հիստերոիդ հոգետիպի մասին և մենք հասկացանք նրա բոլոր առանձնահատկությունները։ Շարունակելով հոգետիպերի թեման միանգամից անցնենք երկրորդ հոգետիպին՝ էպիլեպտոիդ կամ կարգապահ հոգետիպ։ Էպիլեպտոիդի կարգախոսն է՝ հարձակվիր դրա վրա, քանի այն չի հարձակվել քո վրա։ Էպիլեպտոիդի հիմքում ընկած է արագ կռկռվող, էներգիայով թույլ և կպչուն ներվային համակարգ։ Գլխուղեղի կեղևում արտադրվում է 9-ից 14 միլիարդ նեյրոններ, և եթե վնասվում է գլխուղեղի կեղևը ինչ-որ պատճառով, օրինակ ծննդաբերության ժամանակ, կվնասվեն նաև նեյրոնները և կսկսեն աշխատել վատ, և դա կազդի ոչ միայն նեյրոնների արագության, այլ հիշողության ծավալի վրա նույնպես։ Էպիլեպտոիդի գլխուղեղի կեղևի փոփոխված մասերում հավաքվում է գրգռվածություն, որը առաջանում է ինֆորմացիոն մեծ հոսքից, որը ուղեղը ունակ չէ մշակել և առաջանում է այսպես ասած խցանումներ։ Գրգռվածությունը մեծանում և գրավում է ուղեղի մնացած հատվածները, և եթե չի գտնում adekvat լիցքաթափվելու միջոց, օրինակ մտավոր կամ ֆիզիկական աշխատանք, ապա գրգռվածությունը վերածվում է լարվածության։ Լարվածությունը իր հերթին հասնելով իր առավելագույն կետին դուրս է գալիս կառավարումից, և մարդուց կտրուկ դուրս ելնում ագրեսիայի տեսքով, որը կարող է լինել և խոսքային, և ֆիզիկական ագրեսիա։ Ինֆորմացիոն հոսք, գրգռվածություն, լարվածություն, ագրեսիա այս շղթան կախված չէ մարդուց, քանի որ մարդը ունակ չէ կառավարել այս ոչ մոտիվացված ագրեսիան, որը հիշեցնում է էպիլեպսիայով տառապող մարդկանց ոչ մոտիվացված մկանների ցավին, պրիստուպներին և ձգումներին։ Էպիլեպտոիդի վարքային ստերեոտիպի հիմքում ընկած է տենդենց, որը մենք անվանում ենք կործանում, այսինքն վարք, որը կործանում է ցանկացած արգելք, որպեսզի բավարարի ինչ-որ կարևոր պահանջ։ Էպիլեպտոիդի բազային էմոցիան դա զայրույթն է, իսկ բազային վարքը արձակումը կամ կործանումը։ Պետք է հիշել, որ էպիլեպտոիդը վատ է տանում արտաքին ինֆորմացիոն հոսքը, և նրա դիմաց տրված է մեկ խնդիր՝ գոյատևել։ Հետևաբար էպիլեպտոիդը միշտ հարձակվում է և հարվածում է առաջինը, եթե զգում է վտանգ։ Էպիլեպտոիդի բնավորության հիմքում ընկած է ահազանգ, որը կապված է մոտալուտ վտանգի մասին մշտական սպասումների հետ։ Զայրույթից հետո էպիլեպտոիդը մտնում է խորը հակակրանքի և անտարբերության մեջ և չի արձագանքում ոչ մի արտաքին ստիմուլի։ Յակ Պանքսեպը և Ռոբերտ Պլուտչիկը անվանել են խորքային էմոցիան զայրույթ անգլերենից rage, որը նշանակում է գրգռվածություն նեգատիվ երանգով։ Ըստ նրանց, այս էմոցիան առաջանում է, երբ կա ինչ-որ արգելք, և հենց այս էմոցիայի շնորհիվ է, որ էպիլեպտոիդը կարողանում է գոյատևել սոցիումի մեջ։ Ինչպես նշվեց, էպիլեպտոիդի բազային էմոցիան դա զայրույթն է, և ինչ կանի էպիլեպտոիդը առաջինը զայրույթի օգնությամբ ինքնապաշտպանության զգացումից, դա խախտելն է մենք սահմանը։ Եթե հիշենք, հիստերոիդը անում է ամեն ինչ, որպեսզի ստեղծի մենք սահման, որպեսզի դրանից ստանա ռեսուրս, իսկ էպիլեպտոիդը անում է հակառակը, նա խախտում է այս սահմանը և ավելացնում հակադրումներ՝ ես, դու, մենք, նրանք, մենք, դուք, և ոչինչ ընդհանուր չի կարող լինել մեր միջև։ Այլ խոսքերով ասած, էպիլեպտոիդը ստեղծում է սահման մենք նույն այրունից չենք, որը մենք անվանում ենք դիսոցիացիա։ Ինչ է դա։ Դա հոգեբանական պաշտպանական ռեակցիա է, որտեղ մարդը իր հետ կատարվածը ընկալում է, կարծես, որ դա չի կատարվել իր հետ, այլ կատարվել է մեկ այլ մարդու հետ։ Այսպիսի դիրքը և մեխանիզմը օգնում և պաշտպանում է օրգանիզմը ավել էմոցիաներից։ Ինչպես նաև զայրույթի էմոցիան առաջացնում է ձգտում դեպի իշխել։ Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ես եմ հրամայում, երգում է Ալլա Պուգաչովան, կարծես էպիլեպտոիդների հիմնը։ Էպիլեպտոիդին չի անհանգստացնում դիմացինի ցանկությունները, ամենակարևորը, որ նա պետք է կատարի էպիլեպտոիդի հրամանը։ Կարող է նաև լինել նեգատիվ վերագրում զրուցակցին։ Էպիլեպտոիդը շատ վստահ և հավատացած է, որ նա հաշվարկում է մնացածի նեգատիվ քայլերը, պլանները, գաղափարները իր դեմ, և դրա համար է, որ էպիլեպտոիդի աչքերում բոլոր մարդիկ վատն են և ոչ adekvat։ Բնավորության կորիզի հիմքում ընկած է լարված դիսֆորիկ ուղղախոսություն և գերարժեքավոր գաղափարների առաջացում։ Ինչ է դիսֆորիան։ Սա հունարենից թարգմանաբար նշանակում է լարվածություն։ Սա հոգեկան հստակ վիճակ է, որը որպես կանոն շատ դժվար է թաքցվում։ Այն բաղկացած է մռայլ տրամադրությունից, ահազանգային կասկածամտությունից և լարված չարությունից։ Դիսֆորիան պահանջում է լիցքաթափություն բնական ուղով, այսինքն զայրույթի պոռթկումներով։ Նույնիսկ հանգիստ վիճակում, եթե նայենք էպիլեպտոիդին, նրա աչքերում մենք նկատում և զգում ենք լարվածություն, և ամբողջ նեգատիվը էպիլեպտոիդը արտահայտում է ոչ միայն աչքերով, այլ ընդհանուր վարքով, ժեստերով և միմիկայով, ամենտեղ և միշտ, անկախ իրավիճակից։
Էպիլեպտոիդը իր վաղ մանկությունից կրում է բնավորության այս գծերը, և դրա պատճառը կարող է լինել հետևյալը. գլյուկոզայի անբավարարություն, որը ներարգանդային շրջանում շատ կարևոր դեր ունի ներվային բջիջների կազմավորման մեջ, և հենց գլյուկոզայի անբավարարության պատճառով է, որ շատ էպիլեպտոիդներ սիրում են քաղցր։ Երկրորդը դա հիպոքսիան է, գլխուղեղի կեղևի վնասվելը ինչ-որ պատճառով, օրինակ սննդաբերության ժամանակ։ Էպիլեպտոիդի մտածելակերպի բազային ստրատեգիան դա նեգատիվ մտադրությունն է։ Նա դիմացինին, զրուցակցին վերագրում է նեգատիվ մտքեր և գործողություններ։ Օրինակ, մարդը երկար և ուշադիր նայում է ինձ վրա, ուրեմն նա վատ կարծիք ունի իմ մասին։ Մարդը նայում է ինձ և ժպտում է, ուրեմն ես վատ տեսք ունեմ։ Մարդը անցնում է իմ կողքով և չի շրջվում դեպի ինձ, ուրեմն նա արհամարհում է ինձ։ Այսինքն, ինչ էլ որ անի մարդը, էպիլեպտոիդի աչքերում նա վատն է և ոչ ադեկվատ։ Էպիլեպտոիդը հենված է իր աշխարհի մոդելի վրա, որը կապված է իր անցյալ փորձի, իր ընտանիքի դրական փորձի, որը թույլ է տվել հասնել արդյունքի։ Հետևաբար, կյանքի ընթացքում էպիլեպտոիդը օգտագործում է այս պարզ մեթոդները, որպեսզի ներկա ժամանակահատվածում հասնի արդյունքի։ Քանի որ այսպես ասած էպիլեպտոիդության բնույթը դա հակադրություններն են, իր երկրորդ բազային ստրատեգիան կլինի բաժանումը. ես դու, մենք նրանք, մենք դուք, և ոչինչ չի կարող լինել մեր միջև, մենք նույն այրունից չենք, այսինքն էպիլեպտոիդը բաժանում և անջատում է իրեն ամեն ինչից։ Էպիլեպտոիդի հոգելինգվիստիկան նա շատ ուղղախոս է, և դրա համար է, որ նրա խոսակցությունը շատ կարճ է տևում և ուղղված է բուն գործունեության վրա։ Նրա խոսքում շատ են դետալների, պրոցեսների, պրոցեդուրաների, կրկնությունների մասին բառեր և ֆրազաներ։ Նրա խոսքի մաներն, այսպես ասած, հարձակվողական է և ագրեսիվ, և ուղղված է դիմացինին։ Նրա բառերը երանգավորված են նեգատիվ, նա կարող է օգտագործել նույնիսկ վուլգար և ժարգոնային բառեր։ Քանի որ էպիլեպտոիդը մտածում է հստակ ստրատեգիաներով և միշտ գործունեության մեջ է, նրա խոսքում կարելի ասել բացակայում են գոյականները, հիմնականում բայեր են, ընդ որում հրամայական երանգով։ Դու պետք է դա անես, նրանք անհրաժեշտ է, որ դա անեն, անհրաժեշտ է, որ դու դա անես և այլն։ Եվ դա հիմնականում էպիլեպտոիդը խոսում է իրենից ցածր դիրքով մարդու հետ։ Եթե էպիլեպտոիդին հանդիպում է ավելի ուժեղ և ավելի բարձր դիրքով մարդ, էպիլեպտոիդը փորձում է լինել ավելի կոռեկտ, ընդունում ավելի փափուկ դիրք, և դա ոչ թե վախից է, այլ հիերարխիայի հանդեպ ունեցած հարգանքից։ Էպիլեպտոիդները հաճախ դեզադապտացնում են ցանկացած բանակցություններ, ցանկացած խոսակցություններ, պահանջելով ընդամենը մեկ բան. հստակ ասեք ինչ է պետք անել հիմա, դուք ինչ եք ինձանից ակնկալում, անվանեք ամենը իրենց անուններով։ Միմիկան և պանտոմիմիկան շատ հետաքրքիր է էպիլեպտոիդների մոտ, նրա ժեստերը կարելի է ասել, որ էպիլեպտոիդը չի օգտագործում ժեստեր կամ օգտագործում է շատ քիչ։ Եթե օգտագործում է, ապա դրանք կինեստետիկ ժեստեր են գլխով և ձեռքերով, ուղղված դիմացինին դեպի վտանգի կողմը և ունեն ուղղահայաց բնույթ, ինչպես նաև կրում են, այսպես ասած, ագրեսիվ երանգներ։ Քայլվածքը էպիլեպտոիդի շատ զուսպ, ծանրակշիռ և վստահ քայլվածք է։ Մարմնի դիրքը, ինչպես ժեստերը, այնպես էլ մարմինը այսպես առաջ եկած իր վտանգի դեպի վտանգի կողմը, կարծես մարդը սկսում է ինչ-որ գործողություն անել։ Միմիկան դա զայրույթի էմոցիային բնորոշ դեմքին կարող է լինել ուղղահայաց կնճիռներ հոնքերի արանքում, հոնքերը կարող են իջնել ներքև, շուրթերը կարող են սեղմված լինել։ Եվ տարիների ընթացքում այս էմոցիան, այս միմիկան տպվում է դեմքի վրա։ Կարող է լինել հակառակ պատկերը, որ զայրույթի փոխարեն դեմքը լինի անէմոցիոնալ, այսինքն poker face, այսինքն դեմքը արտահայտում է ոչ մի բան։ Դա նույնպես կապված է էպիլեպտոիդի ներվային համակարգի առանձնահատկությունների հետ։ Թե տղամարդիկ, թե կանայք ունեն ատլետիկ, ուժեղ մարմնի կառուցվածք, որը թույլ է տալիս նրանց իշխել, քանի որ մարմնում առկա է մեծ քանակի մկանային շերտ։ Թե տղամարդիկ, թե կանայք նախընտրում են կարճ սանրվածք, քանի որ երկար մազերը խանգարում են և լարվածության մեջ գցում էպիլեպտոիդին։ Տղամարդիկ կարող են ընդհանրապես հրաժարվել մազերից։ Հագուստը էպիլեպտոիդները որպես կանոն ընտրում են ըստ իրավիճակի, ըստ կոնտեքստի։ Գլխավոր պայմաններն են դա գոգիկությունը և կոմֆորտը։ Թեկուզ ամենաաննշան հետքը հագուստի վրա կարող է լարվածություն առաջացնել էպիլեպտոիդի մոտ։
Նրանք հագուստը ընտրում եւ այնպես են անում, որպեսզի այն համապատասխանի հստակ իրավիճակին եւ հստակ կոնտեքստին։ Էպիլեպտոիդները շատ մեծ ցկտում ունեն մաքրության եւ նրանք կարգուկանոն են հաստատում իրենց շուրջ բոլորը։ Նրանք պաշտպանում են իրենց գիտակցությունը ավել ինֆորմացիայից, կառավարում են այն կարգուկանոնի միջոցով։ Կան էպիլեպտոիդներ, ում սեղանին ոչ մի ավել բան չեն կարող տեսնել։ Սա լիովին մինիմալիստական եւ ֆունկցիոնալ սեղան է։ Տունը կամ սենյակը մաքրելը, սպասքի լվանալը, ամեն առարկա իր տեղը տնելը, այսպես ասած, ինքնատիպ լիցքաթափվելու միջոց է, որը հանգստացնում է էպիլեպտոիդին։ Կան էպիլեպտոիդներ, որոնք առաջին հայացքից թվում է, որ քաոսային վիճակ են ստեղծում իրենց սենյակում, թափթփելով ամբողջ իրերը ամբողջ սենյակով մեկ։ Բայց դա միայն թվում է, քանի որ էպիլեպտոիդի տեսանկյունից սա ավելի քան նորմալ է, քանի որ ըստ նրանց ցանկացած առարկա պետք է ունենա իր մշտական տեղը։ Օրինակ, պիջակը կարող է լինել բազմոցի վրա, փողկապը լինել պահարանի վրա, կուլպաները կարող են լինել հատակին եւ այդպես շարունակ։ Շփում եւ վարք։ Էպիլեպտոիդները շատ իշխող, նպատակասլաց, ուժեղ կամ այն հատկություններով գործարար եւ ուղիղ մարդիկ են։ Այս որակները վկայում են այն մասին, որ այս մարդը չի կասկածում իր խոսքերի վրա եւ չի կառուցում թեորապես հիմքերով մտքեր։ Նա միշտ հիմնված է իր նախկին փորձի վրա եւ նրան չի հետաքրքրում արդյոք այդ փորձը համապատասխանում է ներկա ժամանակահատվածին ու իրավիճակին, թե ոչ։ Գործնական որակների առավելությունները այն է, որ էպիլեպտոիդները կարող են լինել շատ լավ ղեկավարներ, քանի որ նրանք շատ ճիշտ եւ բավական հստակ հասկանում եւ գնահատում են մարդկանց գործնական որակները, ինչպես նաեւ կարողանում են կազմակերպել աշխատանքը։ Նրանք միշտ հիմնված են այն նպատակների վրա, որոնք ներկա ժամանակահատվածում տալիս են adekvat եւ էպիլեպտոիդին հասկանալի արդյունք։ Նա միշտ ակտիվ է, միշտ վստահ է իր վրա եւ միշտ ցկտում է լինել կոլեկտիվի մեջ լիդեր եւ կանգ չի առնում իր նվաճումների վրա, այլ միշտ ցկտում է շարժվել դեպի առաջ։ Նա հուսալի է, հավատարիմ եւ ստաբիլ մարդ է եւ իսկական պրոֆեսիոնալ է իր գործունեության մեջ։ Նա գործում է բավականին ճշգրիտ եւ հստակ իրավիճակի վերլուծության հիմքով, հաստատում է կարգուկանոն եւ միշտ վերցնում է իր ձեռքում այն գործը, երբ հասկանում է, որ կարող է հասնել հաջողության։ Թերությունն այն է, որ նա չի հասկանում առողջ մթնոլորտը, չի տարբերում գլխավոր երկրորդականից, իսկ նրա կարգապահությունը կարող է դառնալ ծայրահեղ բծախնդրություն։ Նա շատ լավ աշխատում է երկրորդական դերերում, բայց հակվածություն կա համառ հակամարտության, եթե խախտվում է նրա աշխարհի մոդելը։ Նա տանել չի կարողանում քննադատությունը եւ կարող է ի պատասխան քննադատության ցուցաբերել ագրեսիա։ Նա հստակ պատկերացնում է նպատակը, բայց չի հասկանում նպատակին հասնելու միջոցները եւ ճանապարհները, բայց մեկընդմիշտ չի ընդունում այլ մարդուց ինչ որ գաղափարներ, խորհուրդներ։ Էպիլեպտոիդի համար շատ կարևոր է լինել գործունեության մեջ, քանի որ անգործության ժամանակ էպիլեպտոիդի մոտ կարող են առաջանալ կորզանարար մտքեր եւ տենդենսներ։ Միջանձնյա շփման մեջ էպիլեպտոիդը չի հասկանում շրջակայի էմոցիոնալ վիճակները։ Միակ դեպքը, որ կարող է նա հասկանալ մարդու վիճակը, այն է, երբ նրան ծանոթ է այդ վիճակը, օրինակ նախկին փորձից։ Եթե էպիլեպտոիդին է պետք արտահայտել իր էմոցիաները եւ զգացմունքները, նա անչափ կդժվարանա, քանի որ նա ցանկացած իրավիճակում նախընտրում է ապացուցել գործով եւ ժամանակ չվատնել դատարկ խոսակցությունների վրա։ Ծայրահեղ դեպքում էպիլեպտոիդը կարող է ճնշել իր եսը, որպեսզի համապատասխանի սոցիումի կանոններին։ Սիրո եւ հարաբերությունների մեջ էպիլեպտոիդը շատ հիշաճար է եւ շատ երկար է հիշում վիրավորանքը եւ հնարավորության դեպքում նա ոչ միայն կարտահայտի, այլ կցուցադրի իր վիրավորանքը։ Տանել չի կարողանում բարդ ընտանեկան միջանձնյա շփումը, շատ վատ է ընկալում абստրակտ իրականությունը։ Նա բավական հաճախ լինում է վատ տրամադրությամբ։ Որպես կանոն, էպիլեպտոիդները շատ վատ մանիպուլյատորներ են, քանի որ դաժանաբար կարողանում են կառավարել մարդկանց զգացմունքները եւ կարողանում են կտրուկ համակրանքից փոխվել հակակրանքի։ Անզուսպ են իրենց զգացմունքները արտահայտելիս, նախընտրում են վերցնել ցանկացած լավը, հատկապես նյութականը։ Կարող են կատարել ինչ-որ իմպուլսիվ արարքներ եւ գործողություններ լարվածությունից եւ զայրույթից։ Սիրո մեջ նրանք ունակ են կրկոտ սիրո եւ շռայլությամբ, բայց առաջանում են նեգատիվ կանխազգացումներ եւ կասկածներ։ Էպիլեպտոիդները շատ հրաշալի աշխատում են ռազմական գործունեության մեջ, մանր եւ միջին բիզնեսում, առևտրում։ Նրանք հրաշալի կարող են աշխատել որպես թիկնապահ։
Նրանք կարող են լինել լավ առաջնորդ, լավ ուսուցիչ երիտասարդների համար, քանի որ նրանք շատ բարոյախոս են եւ ցուցաբերում են վստահություն եւ կարողանում են ստեղծել փոխադարձ հարաբերություններ երիտասարդների հետ։ Եթե ինչ-որ մեկը կարողանա գործի դնել էպիլեպտոիդի գաղափարները եւ մտքերը, ապա էպիլեպտոիդն այդ մարդու կամ այդ մարդկանց համար դառնում է առաջնորդ կամ գուրու։ Վերակառուցվել եւ դեզադապտացիա։ Էպիլեպտոիդը վերակառուցվելու համար անհրաժեշտ է մեկ կարգախոս։ Կարճությունը դա տաղանդի քույրն է։ Պետք է խոսել հստակ, էպիլեպտոիդին հասկանալի լեզվով, վերացնել ցանկացած էմոցիա եւ խոսել բուն գործունեության մասին, ինչպես նաև ընդունել էպիլեպտոիդի դիրքը եւ ստանալ, այսպես ասած, էպիլեպտոիդի հայելային պատկերը, աննկատ կրկնօրինակելով նրա ժեստերը, միմիկան, ձայնի տոնը, արագությունը եւ այդպես շարունակ։ Դեզադապտացնելու համար անհրաժեշտ է էնտրոպիա, նույն ինքը քաոս, անորոշություն, հանդիպման ժամի կամ վայրի փոփոխություն, ժամկետների խախտում, օրինակ, եթե մենք խոսք ենք տալիս էպիլեպտոիդին ինչ-որ բան եւ չենք անում, պետք է պատրաստ լինել, որ նա կզանգահարի հետ եւ կասի այն ամենը, ինչ մտածում է մեր մասին։ Հոգեբանության լեզվով ասած, նա կտա մեզ նեգատիվ հետադարձ կապ։ Ինչպես նաև ապագայի մասին երկար զրույցները հունից հանում են էպիլեպտոիդին, քանի որ նա հենվում է ներկայի կամ անցյալի վրա։ Ինչպես նաև զրույց ոչ նյութական, ոչ սենսորային երևույթների մասին, օրինակ սեր, երջանկություն, կրոն, ինչ-որ միստիկ հայացքներ եւս լարվածության մեջ են գցում էպիլեպտոիդին։ Էպիլեպտոիդին մեղադրել իր սխալ լինելու մեջ, խախտել նրա կանոնները եւ սահմանումները ամենալավ միջոցն է դեզադապտացնելու համար, բայց այս ամենը հանգեցնում է զայրույթի պոռթկմանը։ Դրա համար դրան նույնպես պետք է պատրաստ լինել։ Հանցագործ բնութագիրը այս մարդիկ ամենահանցագործ հոգետիպերից մեկն են, քանի որ հենց նրանց է բնորոշ պլանավորել եւ պատրաստվել հանցագործության։ Գողություն, ահաբեկչություն, սպանություն։ Աֆեկտ վիճակում կարող են գնալ սպոնտան հանցագործության, օրինակ ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ։ Կարող են աֆեկտ վիճակում գնալ բռնաբարության եւ զոհը կարող է լինել ինչպես կին, այնպես էլ տղամարդ։ Սպանության նրանք կարող են գնալ ինչպես սպոնտան, այնպես էլ մտադրված, պլանավորված տեսքով։ Ինչպես են ստում։ Քանի որ էպիլեպտոիդները չեն կարողանում ինչ-որ նոր բան հորինել եւ շատ վատ են կողմնորոշվում, ապա ստի եւ ստրեսի ժամանակ աշխատում է նրանց ուղեղի ռեպտիլային մասը։ Սա ինտելեկտի ամենաթույլ մասն է, որը պատասխանատու է սենսորային եւ մոտորային ռեակցիաների, ինչպես նաեւ զգայական օրգանների աշխատանքի համար։ Եվ քանի որ էպիլեպտոիդը շատ դանդաղ է մտածում եւ շատ վատ է աշխատում ինֆորմացիոն հոսքի հետ, նրա բազային վարկը կլինի նեյտրալիզացիան։ Ինչ է դա։ Նա փորձում է եւ ցկտում է քիչ խոսել, լիովին կառավարում է իր մտքերը եւ շարժումները, եւ նույնիսկ չի հասկանում, որ դրանով նա արդեն բացահայտում է իրեն, քանի որ կողքից դիտելիս մարդը կարծես փայտացած տեսք ունի։ Էպիլեպտոիդները հանդիսանում են ամենահեշտ մարտիկ ստի բացահայտման տեսանկյունից։ Երկրորդ վարկը դա ժխտումն է։ Այդ ես չեմ, դա ես չէի կարող անել։ Կամ սեփական աշխարհի մոդելի ցուցադրում։ Ես այստեղ եկել էի խոսելու, բայց դուք ինձ հարցաքննում եք։ Ինչու եք այդ հարցը հենց ինձ տալիս։ Նաև կարող է լինել, որ էպիլեպտոիդը վերագրի իր գործողությունները այլ մարդու։ Դա ես չէի, դա նա է, կամ դա ես չէի, դա կարող է լինել ցանկացած մեկը։ Քանի որ այս մարդկանց մոտ բացակայում է ինքնակնդատությունը, նրանք չեն զգում մեղքի զգացում եւ ամոթ։ Եթե հարցաքննողը էպիլեպտոիդի տեսանկյունից շատ թույլ մարդ է, ապա էպիլեպտոիդը կարող է ցուցադրել զայրույթ եւ պահել իրեն ագրեսիվ, ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ։ Նա կարող է ուղղակի կտրուկ վեր կենալ աթոռից եւ դուրս գալ սենյակից։ Այսքանը էպիլեպտոիդ հոգետիպի մասին, հուսով եմ հավանեցիք տեսանյութը եւ շնորհակալություն այն մինչեւ վերջ դիտելու համար։ Բաժանորդագրվեք ալիքին, քանի որ հետագայում եւ շատ շուտով ես խոսելու եմ մնացած հոգետիպերից եւս։